հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելը, քանի որ այդ հայտարարությունը եղել է 1.5 տարի առաջ, եւ եթե այն որևէ քրեական տարեր պարունակում, ապա այն ժամանակ հենց դատախազությունը իրավապահ մյուս մարմինները, կառույցները կարող էին գործ հարուցել։ Նշեմ, որ բազմաթիվ քաղաքացիներ են ժամանում մայրաթոր իրենց աջակցությունը հայտնելով եկեղեցուն եւ հոգեվորականներին։ Նշեմ, որ բացի ոստիկաններից եւ դիմակայված աղացաշատակիցներից նաեւ քաղաքացիական հագուստով անձինք կան, որոնց նաեւ ֆիքսել են տեսախցիկները, թե ինչպես են վախումների գնում հոգեվորականների հետ։ Դուք նրանցից մեկին տեսնում եք կադրում ոստիկանական շարքերում կանգնած։ Բոլորին ֆիքսել են։ Ժամանեցին նաև հատուկ նշանակության գումարտակի աշխատակիցները, այսպես կոչված կարմիր բերետավորները։ Ստերևույթին րոպեներ անց հատուկ գործողություն է պլանավորվում եւ իրականացվելու։ Հրահանգներ են տրվում ոստիկաններին եւ դիմակայված աղացաշատակիցներին։ Եկեք մայրաթոր, բոլոր հայերին, զտայուն հայերին, զուգահեռ հավաքվածները կոչ են անում, որպեսզի բոլոր քաղաքացիները, որոնք սատարում են եկեղեցուն եւ հոգեվորականներին, հավաքվեն մայրաթորի բակում։ Մայրաթոր հայեր, իջեք մայրաթոր։ Հիշեցնեմ նաև, որ իշխանությունները օրեր առաջ հրապարակել էին այսպես կոչված հեղաշրջման պլան, որը սակայն պարզվեց 2024 թվականին։ Որը ավելի ուշ պարզվեց, որ 2024 թվականով էր նախ նշված, ավելին դա անհեթեթություն որակվեց թե հոգեվորականների, թե ընդդիմադիրների կողմից եւ Նյուզեմի հարգելի հետևորդներ, շարունակում ենք ուղիղ միացմամբ աշխատել մայրաթորի բակից, վեհարանի մոտից, այս պահին կարծես թե հոգեվորականները մուտք գործեցին վեհարանի շենք, իրավապահները զուգահեռ այստեղ կարծես գործողությունների են նախապատրաստվում։
Ինչպես տեսնում եք կադրում, իրավապահներից որոշներին հաջողվել է ամեն դեպքում մուտք գործել ներս, այդ թվում ԱԱԾ աշխատակիցներին։ Դիկոնով, հա? Շտատի ո՞ր է գլուխ։ Դիկոնով ասես, դիկոն մոտ է։ Դիկոն բան է։ Հա՞։ Я вот маленько сказал, Маш, сейчас это невозможно. Сейчас это невозможно. Չպետք է մկրտվեն թուրքեր։ Արա գետին մոտ հող կերեք, հող կերեք, արա գնացեք ձերերը, գնացեք հող պատիզեք։ Մենք ոնց ենք, ձերերը ոնց ենք պատասխանում։ Ինչ եք ասելու արա ձերերը։ Այդ հողը ոնց եք հատում, ոնց եք եք հատում։ Այդ ոնց եք Եկա ջուր խմեմ։ Այն մեքենան, որով երևույթին բերման են
Ոչ մի տան, մենակ մեր երեխեքը Մյուզեումի հարգելի հետևորդներ, շարունակում ենք ուղիղ միացմամբ շարունակել աշխատել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակից, այստեղ գնալով իրավապահների թիվը ավելանում է, ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ, ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ են կենտրոնացվում, քիչ առաջ իրավիճակը գերլարված էր, փորձում էին բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին, սակայն հոգևորականները եւ եկեղեցու հավատավոր ժողովուրդը թույլ չտվեցին նրան ներս տարան եւ փակեցին Բեհարան տանող դարպասները։ Երիտասարդների մեկի կողմից լսեի Ռազիլիա Վլաստու հին յուզանդական հռոմեական ասացվածքին առած բերեց անջատիր եւ ուրեմն տիրապետի տնօր բանարա կառավարիր ղեկավարիր բայց թե այդ իր ասածը բացարձակապես այստեղ հարիր ուրեմն խոսք չէր ինչ համար ես էլ ասացի ոչ այդպես չի այսինքն եթե մենք շարժվենք կենթանական բնազդով եւ իշխանությամբ մարդուն տրված է միտք, բանականություն եւ լեզու է տված, որպեսզի մարդը բոլոր գործերը կարգավորի մտքով, մտածելով եւ լեզվով, որտեղ լեզուն խոսք հանդիսանում է մարդու մտքի արգասիքը։ Ընդհանրապես սա մասին խոսեցինք։ Ինչ տեղեկություններ ունեք Սրբազանը ներսում։ Չգիտեմ, ցավը տակում, չգիտեմ ես։ Չգիտեմ, մենք այստեղ բաժանվեցինք, ես մնացի այստեղ, իրեն գնացին այնտեղ, հիմա չգիտեմ այնտեղ ինչ է։ Կարողանում ասել։ Ես այստեղ եմ կանգնացել, փորձում մետղերքին ինչ-որ մեկին, ամենին ինչ-որ մի բան հասցնել։ Որտեղ կիմանա, նա խափված է, սանքե չգիտեմ, խափված է, շփոթված, շշկռած, խափված, տեղյակ չէ։ Իրանց անելիքի մաս իրանք չեն հասկանում։ Իրանց գործը իրանք չեն հասկանում, ինչ են իրան կատարում։ Ինչ պետք անեն։ Իսկական հայ ինչ։ Ինչ պետք անեն։ Իրանք լավ գիտեն ինչ պետք անեն։ Լավ գիտեն։ Տվյալ հրամանը չկատարեն։ Տվյալ հրամանը չկատարեն։ Եվ Աստված այնպես կտանոնի յուրաքանչյուր ճակատագիրը բախտը, Աստված յուրաքանչյուր իր ավելի լավ, շատ ավելի լավ գործ կտա, շատ ավելի մեծ ռոճիկով։ Իրանք երիտասարդ, չգիտեն, ձեր բարձրացնես Քրիստոսի ստեղծած եկեղեցու վրա, չի մարդ, դա չի կորել, դա անհետ չի կորելու դա։ Անես որդը ինքը տեղափոխվել է, գնալու է։ Օրես մի օր թորնիկը հիվանդ, չխոսացող եւ երկու ոտքով չքալով թորնիկը պետք է ասի պապի ջան, լսել եմ դու սես բան ես արել, հա, ճիշտ եմ ասում։ Ու տեղում պապին ինֆարկտը խփելու ասի, վայ, իսկապես ես այն ժամանակ չգիտեի ինչ եմ արել։ Ահա իմ արդյունքը, կատարածից արդյունքը։ Տեր հայր նաև տեղեկություն ստացանք, որ Սրբազանի վիճակը վատ էր։ Ինչպես կարող է վատ չլինի։ Ես չգիտեմ, ջանոց, ես ոչ մի բան չգիտեմ։ Ինչ տեղի ունեցավ, որ կամ ինչպես էր վատացել։ Դե փորձում են հանել իրեն աջակցողներն իրենց հոգևորականներ եւ աշխարհի մարդկանց
խոչընդոտ ունեն, չեն թողնում որ հանեն։ Այդպես հրմշտոցից մարդը վատացավ, թուլացավ, հիմա հավանաբար Գնացել իրեն։ Հաջան Գնացել իրեն։ այդ սահմանի վրա էր, հա, վատ էր։ Antir plan işte. Antir plan. Bravo. Antir plan. Aladır. Tamam. Daha önce o plan. Peki sen sadece sen bana ya Amerika'da plan. Հարգելի հետևորդներ, տեսակ թե ինչպես Տեր Հայրը արձագանքեց ոստիկանի ասվածին, ոստիկանը նշում էր, որ եկեք այսպես այս կողմով կանգնեք, որպեսզի կարողանանք հեշտ ավելի վեհապարին եւ սրբազանին կարողանան հանել այստեղից, դրան ի պատասխան Տեր Հայրը, որ կանգնած է ոստիկանների դիմաց եւ փորձում են դրանց հասկացնել Կասկածում եմ ամբողջ օրը, որտեղ իմաստես կան պաշտպանողներ։ Ոդի Միևնույն ժամանակ Մայրաթորի բակում հավաքված քաղաքացիները կոչ են անում լրատվականների միջոցով նաև դիմում են քաղաքացիներին, որպեսզի ժամանեն րոպե առաջ այստեղ եւ իրենց աջակցությունը հայտնեն եկեղեցուն եւ հոգեվորականներին։ 100% դուք կասկածում եք, որ լուսափար չի լինել։ Երեք գիշեր ես քնել եմ, ես առավոտ ասում եմ արդեն Yari. Մենք ուղիղ երթալու մենք խնդրենք Վաղը մոլաների ոտերի տակ կծառայեք։ Իմ խոսքը էս 7 տարվա պատմությունն է։ 7 տարվա, որ էս Նիկոլը թուրքացինը, ես կասկածել չունեմ, որ թուրքացինը, որտեղ թուրքի միջոցով եկել, դա չի նշանակում արյան փաթուրք, չէ։ Կարեկի նժդեմը սիրուն խոսք ունի, ասում են ներքին թուրքը ավելի վտանգավոր է, քան արտաքին թուրքը, որտեղ դու արտաքին թուրքերն կարող ես պայքարես, կռիվ մղես։ Բայց ներքին թուրքերն չես կարող, որտեղ կողքի տնկերը կարող է ներքին թուրքն։ Հիմա նույնն է սա։ Դուք տեսեք ինչ եղավ։ Արցախը հանձնեցին, Հայաստանի տարածքը հանձնեցին, երեխաներին զոհեցին, 5000 զոհ տվեցին, անիմաստ տեղը, հիմա եկել են եկեղեցին։ Եկեղեցին, որ հավատքն է, 1700-ամյա մի հավատք, դու եկել ես, եթե ուզում ես այդ կործանես, ուրեմն պարզ է, նպատակը որն է։ Նպատակը Հայաստանի վերացումը, թրքացումը եւ վերացնել Հայաստանի
Արաքելոց եկեղեցին, կաթողիկոսին նստացնել մեկի, ինչ որ մեկը, որ կարող է անի իրանցը։ Ոնց որ, ասենք, իշխանական թևերը, իշխանական նախարարը, արդարության նախարարությունը, չգիտեմ, բոլորը։ Այսօր 7 տարի ամենին հանեցին, անգամ սահմանադրական դատարանը փոխեցին, որպեսզի իրենց ապօրինի գործերը, ապօրինի ամբողջ այդ կառուցվածքը կարողանան ինչ անեն, թղթի ստորագրեն անցածներ։ Ժողովուրդը այստեղ չի կարող ոչինչ անել։ Որքան էլ որ պայքարի, պետք է ժողովուրդը միահամուռ 2 միլիոն ենք ասում, այդ 2 միլիոնից առնվազն 1 միլիոնը պետք է ոտի կանգնի, 1 միլիոնն ասի ոչ։ Բայց մենք դժբախտաբար տեսանք 2021 թվականին ինչքան կանգնեցին, ասեցին ոչ։ Հիմա սևացնում են ամենին, սուտ ու կեղծ լուրերով, սուտ ու կեղծ սարքված, այսօրվա դուրսյան մեջ հեշտ է, շատ հանգիստ, այն տարբեր միջոցներով նկարեն, ձայները փոխեն, ամեն ինչ անեն, որպեսզի ասեն, որ տեսեք, այս մարդը օրինակ շպիոն է, դավաճան է, այս խոսքն ասել, այն խոսքն արել։ Կամ հայտարարել է, որ էսա մենք գնում ենք իշխանափոխություն։ Ամփոփելով, դուք ինչ խոսք ունեք մեկ նախադասությամբ Նիկոլ Փաշինյանի տեսակցությունն այլ։ Նիկոլ Փաշինյանի, ես չեմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը մի հատ դրածո թուրք է, որ ես իսկապես չեմ ճանաչում։ Ոչ ճանաչում եմ վարչապետ, ոչ քվեարկել եմ իրեն, ոչ ձայնը, ընդհանրապես չեմ լսում։ Բարի փունի իմաստով չեմ բացում, տեսնում ինչա վնգստում։ Այն որ ինքն ասում էր դատավորները վնգստում են, հիմա ինքն է վնգստում։ Բայց դա օրը բացվելու է։ Այսօր լույսը կբացվի, ամեն ինչը կընկնի իր տեղը, եթե նոր պարզ կտառնա ով է։ 7 տարի Նիկոլը չկարողացավ հոկտեմբերի 27-ը բացահայտի։ Մեկ էլ մարտի 1-ը, որ իր գլխավորությամբ է եղել։ Այն սպանությունները, զոհերը, բոլորը իր մեղքով է։ Ոչինչ չարեց։ Հիմա եկել է մեղքը կոտրում է կաթողիկոսի վրա կամ Միքայել Աջապահյանի վրա ասում ստեց։ Շնորհակալություն։ Նյուզեյմի հարգելի հետևորդներ, շարունակում ենք ուղիղ միացմամբ աշխատել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակից, մասնավորապես Վեհարանի տարածքից, ովքեր նոր են միացել մեզ, մեկ անգամ եւս տեղեկացնեմ, որ վաղ առավոտից իրավապահները մուտք էին գործել նախ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի կեցավայր, խզարկություններ արել, փորձել նրան բերման ենթարկել, սակայն պարզվել էր, որ նա Էջմիածնում է Մայրաթորում, որից հետո դիմակավորված աշխատակիցները ժամանել էին Մայրաթոր եւ այս պահին շարունակում են այստեղ գտնվել։ Մի պահ իրավիճակը լարվել էր, գերլարված էր, անգամ քաշքշոց սկսվեց հոգեվորականների եւ ոստիկանների միջև։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ աշխատակիցներ են կենտրոնացվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքում, մասնավորապես Վեհարանի հատվածում եւ կարծես թե հատուկ գործողություն են նախապատրաստել։ Նշեմ նաեւ, որ մի պահ վեհափառի գլխավորությամբ հոգեվորականները շարժվեցին դեպի այս դարպասները եւ Միքայել Աջապահյանը դուրս եկավ, սակայն հոգեվորականները ինչ որ պահից եւ նաեւ հավատացյալներ ժողովուրդը թույլ չտվեցին նրան բերման ենթարկել եւ ներս տարան եւ փակեցին Վեհարան տանող այս դարպասները։ Այս պահին հոգեվոր երգեր են կատարում եւ աղոթքներ են հնչում Վեհարանի տարածքում։
Պազիկ են գալի, Արազատ ջան, քանի պազիկ են գալի։ Դեռ աշեղած 50 հոգի մարդ պազիկների մոտ։ Մեռան գալու։ Հայաստանն է քիչ է, Ադրբեջանի պազիկներով են գալու։ Ասում են մի հոգի է, դեմա մի հոգի չի, ասում որ մի հոգի չի։ 50-ի ավելի կողոսնա դժբախտաբար, մի հոգի լինելիս վիճակը չէր ունի։ Մի հոգի չի։ Ամոթել արա ձեր համար, հալա ձեր համար ենք արի, հալա տղեր, ձեր համար ենք արի, ախպերներ։ Այս ամեն ինչը անցնելու է, վաղը մյուս օր ենք ձեզ էլ փրկող չի լինելու։ Աստու դեմ եք էլ է։ Ալիևն է արի, ապե նայեք, նայեք։ Արա բչեք հարգում, արա դուք ես ազգին արա։ Իրանք չեն հարգում, ազգի մոտուց հարգեն։ Իրանք ըսկի չեն հարգում, իրանք երեխեքին չեն հարգում։ Արա ֆրացեք մեջքով կայնեք դեմքները չտենան։ Վաղը մյուս օր իրանք աղջիկ երեխեքը թուրքերից միջ են բերելու։ Թուրքերից միջ են բերելու վաղը մյուս օր իրանք աղջիկ երեխեքը։ Քրվում են ձեր երեխեքն նայում են։ Կապ չունի իրանք քֆուրը, այս քֆուրը իրանք համար բազմանում են, ինչքան քրվում ես, այնքան բազմանում ես դրանք։ Դարձի արեք, դարձի։ Դու շոնկաշոուի եք նկարում, մանվել ես ինվորի բաժին ա գողացել, բա եկեղեցին ինչ ա գողացել, եկե հավաքվել եք աստու տանդեմը, անսրբություններ։ Քանդիկ մի ամբողջ հայոց բանակ, քանդին բերին սարքին միլիցու երկի, որին նայում ես ինչքան կարտոլ ավկոկա եկել է միլիցա։ Մյուզեումի հարգելի հետևորդներ, հատուկ ջոկատայիններ ժամանեցին, ինչպես երբ սպասվում էր, հատուկ գործողություն է իրականացվելու այստեղ։ Թուրքեր! 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 Նիկոլի կամակատարներ թուրքերը ձեր կնանի քիծոս դեն մտելու մոլախոտեր հանուն պաշտոնի ելել եք աստու տանդեմը հանուն պաշտոնի ելել եք աստու դեմը իմացեք աստված քանդելու է ձեր տները մոլախոտեր վաղը մյուսը հանուն պաշտոնի ձեր կնանիքին էլ եք տալի
Պատմության մեջ առաջի անգամ ով է տեսել քրիստոնյա ազգանի Աստծո տանդեմ։ Ով է սենց բան տեսել։ Կաթոլիկոսը մի հատ երեխա է ոնց դու 10,000-ին ես կոտորել, արա։ Վարչապետը տսկի անօրինական տուն չունի պետական բյուջեից, իր այն պորնիկը տանիքին հավաքում է թում երկրները, ինչի չեք ասում։ Վարչապետը իրավունք ունի անօրինական իր քազին երկրներով մանտա, ինչի չեք ասում։ Մեր փողերով պրիտոն։ Մարդկանց ալտերների վրանել եք հարկային տնելու։ Կաթողիկոս երեխա ունի, լավ անի, ձեզ ինչ։ Աննային բան չի արա, դրա համար են մռմռում այսօր։ Ոչինչ Ալիևը կանի հեսա։ Ալիևն արդեն արել ան, ես չի որ չի արել։ Սանսրտություններ։ Դուք ինչ խղճանիք, ոնց եք ես եկեղեցում մոմբար է, ոնց եք մեր ես երեխաքի կնքեիս եկեղեցի։ Աստեղ հարցը անադը չի ստեղ հարցը Աստծու տուննա, դուք ենքան անսրպություն եք հելել եք Աստծու տան վրա։ Ամբողջ աշխարհը մտնում ես թքում են ես ազգի վրա, ամբողջ աշխարհը։ Իսկ հիմա եկել եք բոմնի կամքը կատարելու, ամոթ ձեզ, բոլորի, ամոթ ձեզ։ Անամոթն է, դուք պատասխան եք տալու, ոնց արդակը վաճառելու, ուսկեն Հայաստանն է վաճառելու, ուր եք հապրելու։ Հիմա մենակ ես աշխարհում, մենակ թուրքն է ուրախանում, ասում նայեք իրանց ազգի մեջ ինչ են անում։ Առաջի մարդը ես եմ եղել ու մինչև հիմա ես եմ պայքարում ես ոչինների դեմ։ Մի հատ մամել Գրիգորյանն էլ պետք որ մտներ սաղից ես եմ ինչ աներ։ Մոլախոտ էր տարակ գլուխը կերակ տուշոնկաս շոու սարկեցիք գլխին։ Այդ փողը արյուն, ամեն աշխատավարձ ստանալուց իմացեք, որ արյուն եք ուտում, ամեն աշխատավարձ ստանալուց իմացեք, որ դու հայի զինվորի արյուն եք ուտում։ Կանեք ժողովրդի կողքը, Նիկոլ Փաշինյանը ժողովուրդ չի, Նիկոլ Փաշինյանը Էրդողանի ու Ալիևի կամակատարն է, վերջապես գիտակցեք դա։ Թողեք դուզ եկեք, երբ որ ամսետան ինքը փախնելու ակը վերականում եք, ավելի լավ պայտոնի կվերականում եք, թողեք դուզ եկեք, ինչ եք են տարնում, տեսեք ուրա տարնում։ Ինչքան նայում ես, ինչքան է տանում կշողտա եկև շկոդա է կշող, որ սաղկյանքը երազել էր մի հատ Ինչքան կապեներից, օբեկներից մատուցող իսեր աստու չմտացեն անգած մատուցողը բատ աշխատանքա, բայց ամեն դեպքում կրթություն չի, որ էտան ոստիկան աշխատել, առաջ ոստիկան աշխատելու համար մենակ ինքնորի սովորում էին չաշխատելու են յատել ակադեմիային ոչ թե հիմա էտած թուղթը գերի չտել են դեպը լավջերցածում ես էլար միգիցով Նյուզայեմի հարգելի հետևորդներ, շարունակում ենք ուղիղ միացմամբ աշխատել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքից, մասնավորապես Վեհարանի հատվածից, այստեղ իրավիճակը կարծես գնալով լարվում է, քիչ առաջ ժամանեցին հատուկ ջոկատայիններ եւ կարծես թե քիչ հետո նախատեսվում է օպերացիա իրականացնել երկու կողմից Վեհարան տանող դարպասների մոտ պատ են կազմել հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, կարմիր եւ սև վերետավորները, զուգահեռ տարածքում են նաեւ դիմակայված ԱԱԾ աշխատակիցները։ Այդ դեմքները փագողների մեջ տենաս ըսկի հայ չկա, ըսկի հայ չկա։ Ոստիկանության բարձրաստիճան կազմը եւս այստեղ է, փոխոստիկանապետերի գլխավորությամբ։ Ղեկավարություններն են իրանք։ Իրանք թուրքերի պաշտպաններն են։
Թուրքերի ցանկությունը կատարողներն են, երազանքները կատարողներն են թուրքերի։ Այնքան թասիբ չունեն, որ 2000 իրանց 2000 ընկերներից տարան Շուշի տրակցերեցին, այսօր եկել են Աստուտուրն են շրջապակում, որ բան անեն։ Հանձն են էլ հանձն են թուրքերին, այդ անխիղճները հանգիստ պարկեն։ Կարևորն աշխատավարձ է լավ ստա։ Թուրքերն ասել են ձեր կնանիքին լավ կվարձատրենք։ Նիկոլ Փաշինյանի ուղեղով տապակված շուրթերից իրենց ուղեղից ինչ ա դուրս գալու։ Հետո պարքևա վճարեք ստանալու, պարքևա տրվելու եք, հա, պարքևա տրվելու եք, անիծված գումար եք տանելու ձերքուն, իմացեք, ով որ հայ եկեղեցու դեմականներ, սերունդերով անիծված է եղել, պատմությունը հիշեք, թուրքի հրաման եք կատարում։ Նյուզեյմի հարգելի հետևորդներ, այս պահին առաջարկում եմ զրուցել հայ-ակրտի նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան, մենք ուղիղ եթերում ենք, դեռ 3 էր, հա, հայտին դարձել, որոշակի տեղեկություններ հրապարակվել, մամուլն էլ գրել էր, որ սադրանքների են պատրաստում, ձերբակալությունների են պատրաստում եւ հայակվեն իդեմս ձեզ դեռ ուշ գիշերից այստեղ հերթապահներ։ Ձեզ համար սպասելի է, որ այս ձևով գնան այս քայլերի։ Բարև ձեզ, գիտեք, անկեղծ ասած, երբ որ այդ տեղեկությունները հայտնվեց, ինձ թվում էր, որ իշխանությունը իր հերոսակախմբերն է կազմակերպելու ուղարկել, բայց ես ենթադրում եմ, որ մեր ներկայությունը զսպող դեր ունեցավ եւ իրանք հասկացան, որ հերոսակախմբերով վերագրավելու իրանց փորձը հաջողություն չի ունենալու, ուստի այսօր դուք տեսնում եք, նկարանում եք այս ամեն ինչը, տեսնում եք, որ այստեղ տառացիորեն հարյուրավոր, եթե ոչ 1000-ից ավել ոստիկանական ուժ է կենտրոնացած, սա այո, ԱԱՑ-ի դիմակավորված եւ այլն։ Սա մեր պատմության մեջ աննախադեպ բան է, երբ որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, իրավապահ մարմինները գրոհում են վեհարանը։ Սա մի բացատրություն ունի ընդամենը, այդ բացատրությունն է, որ ոստիկանությունը եւ մնացած իրապահ մարմինները ծառայում են թշնամու կամակատարին, որտեղ միայն թշնամին կարող է փորձել ուժով գրավել հայ ժողովրդի սրբության սրբոցը, հայ առաքելական սուրբ եկեղեցու Մայր Աթոռի վեհարանը։ Սա աննախադեպ երևույթ է։ Ու ես կարծում եմ, որ մենք բոլորս արժանապատիվ քաղաքացիներով այստեղ ենք, որպեսզի մեր ներկայությամբ թույլ չտանք, որ տեղի ունենա մի բան, որը դարերով մեզ խայտառակ կանի։ Դարերով, այսինքն այս խարանը, այս ամոթը մենք բոլորս ներկաներս չենք կարողանալու մարսել, որովհետև մենք որպես այդպիսին ժամանակակից քրիստոնյա ազգ ենք, որտեղ մենք ունենք այս եկեղեցին,
որտեղ այս եկեղեցու պատմությունը 1700 տարի չի ընդհատվել։ Որտեղ երբ որ պետություն չենք ունեցել, ինքնապետություն եղել։ Երբ որ մենք չենք ունեցել դպրոց ու հիվանդանոց, ինքը եղել է դպրոց ու հիվանդանոց մեր համար։ Եվ զգալի չափով շարունակում է լինել եւ դպրոց, եւ հիվանդանոց, եւ կրթարան, եւ այսօր թույլ տալ այն պետությանը, որ այս ընթացքում այն իշխանությանը տապալել է ամեն ինչ, զախուղել է ամեն ինչ, հանձնել է Արցախ, հանձնել է Հայաստանի տարածքներ, շարունակում է դրանք հանձնել համառորեն։ Մի հատ էլ գա վեհարանը գրավի, նշանակում է ավելի լավ է թող մեր դիակների վրով անցնեն նոր վեհարանը գրավի։ Ես ուրիշ ասելիք չունեմ, թող անցնեն մեր դիակների վրով, թող մեզ սպանեն նոր վեհարանը գրան։ Սա եկեղեցու դեմ չէ, այլ կոնկրետ Սա եկեղեցու դեմ է, որտեղ առանձին վերցած հոգևորական Միքայել arczepiskopos Աչապայանը որևէ հանցանք չի գործել։ Նա ընդհանրապես ինչ-որ խոսք ասել 1 տարի առաջ, որը անհետևանք է։ Հանցանքը պետք է ունենա իր մեջ վնաս տալու մտադրություն, վնաս պատճառելու մտադրություն, եթե չկա վնաս, չկա հանցանք։ Միքայել arczepiskopos-ը ինձ էլ է բազմիցս շատ կոշտ խոսք ասել։ Ես խոնարհաբար այդ խոսքը ընդունել եմ որպես եկեղեցու խոնարհ զավակ, չեմ վիրավորվել նույնիսկ։ Ոնց կարա այդ խոսքը լինի հանցագործություն։ Եթե այդ հանցագործությունն է, այդ հանցանքի վնասը ցույց տվեք մեզ, իհարկե ոչ մի վնաս չկա, բայց սա ինչ որ տեղի ունենում մեր աչքի առաջ, սա խայտարակ վնաս է։ Մեր ամբողջ ազգին ես համոզված եմ, որ այսօր թուրքը, ադրբեջանցին, մեր մնացած թշնամիները նստած հռռում են, ծիծաղում են, թե ոնց է իրանց այս թուլամորտ կամակատարը իրականացնում են, ինչ որ իրանք չէին կարող երազել մտնել վեհարան։ Երբ կարող են իրանք երազել միավ։ Վեհի Փաշան չկարողացավ մտնի վեհարան, որտեղ Քաջարի հայ զինվորները պաշտպանեցին վեհարանը Սարդարապատում։ Այսօր թուրքի կամակատարը հայ ոստիկանի հայ ԱԾ աշխատակցի ուժով փորձում է մտնել վեհարան, սա բոլորից համար խարան է, պարզապես։ Ուստի կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր են տասնյակ հազարավոր քաղաքացիներին, որոնք եղել են փողոցներում, պայքարել են այս իշխանության դեմ։ Սիրելիներս այսօր այդ օրն է, եկեք Էջմիածին, իհարկե ճանապարհները փակում են, փորձում են խոչընդոտել, բայց եկեք Էջմիածին, տեղ կանգնեք մեր սրբությանը։ Իմ խոսքը ժողովուրդ այս ամեն ինչից հետո, քանի որ ճանապարհները փակ է, ես պիտի հատուկ դիմեմ Էջմիածնեցիներին։ Էջմիածին եկող բոլոր ճանապարհները փակել են։ Խոչընդոտներ են արհեստական սարքում, բայց ծառասկին ծանոթ մարդիկ միշտ էլ ճանապարհ գտնեն։ Իսկ մանավանդ Էջմիածնեցիներին։ Հիմա ձեր վճռական խոսքի ժամանակն է։ Եկեք։ Մի մնացեք տանը։ Հետո ուշ կլինի։ Նյուզայմի հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, քիչ առաջ Էջմիած հասած մայրաթոր հասած քաղաքացիները նշում են, որ խոչընդոտներ են ստեղծվում նաև տրանսպորտային միջոցների համար։ Իշխանությունները փաստորեն տարբեր գործիքակազմերով է այս գործընթացը իրականացնում, խոչընդոտում են, որպեսզի քաղաքացիները չկարողանան գալ եւ իրենց աջակցությունը հայտնեն եկեղեցուն հոգեվորականներին։ Այս պահին ոստիկանական ուժերի թիվը գնալով ավելանում է։ Ինչպես տեսակ, քիչ առաջ էր ժամանեցին հատուկ ջոկատայինները։
Կադրում տեսնում եք ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմին, փոխոստիկանապետերի գլխավորությամբ, որոնց կողքին հատուկ ջոկատայիններից մեկն է, ըստ երևույթին քննարկում են, թե ինչ գործողություն են իրականացնելու։ Այստեղ հավաքված քաղաքացիները նշում են, որ տեղեկություններ ունեն, իրենց տեղեկություններով նաև մարզերից են ոստիկանական ուժեր բերվում, ոչ միայն Արմավիրի մարզից եւ հարակից, այլ մասնավորապես Սյունիքի մասին են խոսում։ Ով իր արմատները մոռանում է, ուրանում է։ Մայրաթորի մասնավորապես Վեհարանի բակում կարծես հոգևորականները Կարամ կամ ստուգ Չէ, ոչ մեկ որը մեկի անցյալը չի ուղղանում։ Եթե Իրանք չեմոց են սկամպը պահել են Բաղագ ես մեջտերն է, դրան դիման կամինատ է, հականի մոտ։ կատր է։ Կպատկերացնել է, սահմանը թողին, գանստեղ եկեղեցի պաշտանել։ Թուրքը չի արես ինձ դա։ Ջուր կամ ուտ է։ Բայց այդ դունական Արի
Ներսում կարծես մեքենան գործարկել են։ Փոխանցեք այս շիշայի թե ջուր տան էլի Սերաջան։ Անդեղից տալիս եմ մուրացել։ Եկեն ռեղա։ Հիմա դեր համար աղոթները զորություն չեն ունենա, եթե դուք հիմա շարունակեք ձեր աղոթքը։ Մտածեք հարավային փողը որ դուք տանեք ու հասկանեք անես երկերուները, մեղ երկերուները ձեր կանայք չեն ասում Ստարեցավ այս ազգին հանես իրար։ Խոնահավ մարդ է վատա։ Ով է ջուրն ու տրեքից։ Այս կողմից էր։ Հա։ Ջուրը ով է։ Ես իմանամ ով եմ։ Սենց վախտերի մերոնը իմ հետ է։ Շիշը այս ռոպեին գնամիջից։ Այս կարծում եմ ժողովուրդ, սիրելի ոստիկաններ, Այս մերոնի ծաղի ճակատին։ դուք ինչպես տեսաք, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ոչ մի ցանկապատ փականք չունի։ Ոչ մի ցանկապատ երբեք չի փակվել այնպես, որ որևէ մարդ չկարողանա մտնել Մայրաթոր, որովհետև Մայրաթորի դռները միշտ բաց են եղել իր հավատավոր ժողովրդի առաջ։ Բայց այսօր ստիպված է Մայրաթորը փակելի դռները, որովհետև Մայրաթորի դռները հարվածելու է պատրաստվում մարդիկ ենել քրիստոնյաներ։ Մեր առջև փակում են դռները, հասկացեք, մենք ազգ ու ժողովուրդ ենք, սիրելիներ, մենք ձերն ենք ու դուք մերն եք, մենք ձեր տխրության և ուրախության ընկերներն ենք, ձեր ընկեցյանների հողարկավորությունները առաստված բարեխոսներն ենք, ձեր երեխաների մկրտության ու պսակադրության հոգևորականներն ենք, այո կարող եք մեզ վերացնել, հեռացնել, բայց մեր փոխարեն այլ ազգ է գալու, մեր փոխարեն աղամներն են գալու ու ձեր երեխեքին այլևս Քրիստոսի անունով չեն մկրտելու, հիշեք դա։ Մենք պատրաստ ենք մեր Մայրաթորի համար պաշտպան կանգնելու մինչև վերջ։ Այն ինչ որ հիմա դուք անում եք ընդամենը 5 հոգու գործ է, սիրելիներ։ Ընդամենը 5 հոգի մարդ կարող են գալ, ոչ պարապած են մեր սրբազանները, ոչ էլ մի հանգիստ կարող եք 5 հոգով մոտենալ զրուցել և բայց նայեք տեսեք ինչ բազմությունով եք եկել, սա այլևս այլ դաշտ է փոխվում, դուք դուրս է գալիս ձեր սրբության, ձեր հավատքի, ձեր Աստծո դեմ, միայն Աստծո դեմ այսչափ կարող են պատերազմի դուրս գալ, զգույշ եղեք, Աստված երկնքից տեսնում է, մենք մեր դեմքերն են ծածկել, բայց Աստված սրտերն է նայում, սրտերն է քննում, զգույշ եղեք, ուշադիր եղեք, ժողովուրդ, այս բարկությունը ազգի վրա է գալու, բոլորս միասին ենք այս բարկությանը կանգնելու, անձրևը գալիս է և արտարների և մեղավորների վրա, Աստված ասում է արևս ծագեցնում եմ և մեղավորների և արտարների վրա, հիշեք, այս բարկությունը երկնքից թափվելու է, բոլորդ, ձեր ընտանիքներն էլ, մեր ընտանիքների հետ միասին, Աստծո բարկություն են ժառանգելու, ստապ եղեք, ուշադիր եղեք, մենք ձերն ենք, դուք մերն եք, միշտ հիշեք դա, ու վաղը որ թշնամի եկավ, մենք ենք էլի իրար կողքի կանգնելու, հանուն մեր հայրենիքի, հանուն մեր սրբությունների, հանուն մեր հայրենիքի, Աստված օրհնի ձեզ, մնացածը ձերն է, պատրաստ եք անելու, ինչ որ կուզեք, ինչպես կուզեք, Ամեն, ուզում են ելնել գողատեն, որ հետեն իրենց հավեսով գողատեն։
Անցի մի հատ են բալկոնի շուտ։ Հարգելի հետևորդներ, շարունակում ենք ուղիղ միացմամբ աշխատել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքից, մասնավորապես Վեհարանի հատվածից։ Այստեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվում, ինչպես քիչ առաջ տարածքի բնակիչները նշեցին, որոնք ևս եկել են իրենց աջակցությունը հայտնելու Մայրաթորին եւ հոգեվորականներին, Էջմիածին բերող տարբեր ճանապարհներ փակվել են տրանսպորտային միջոցների համար եւ քաղաքացիները, որոնք ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել իրենց ներկայությամբ Մայրաթորին, չեն կարողանում հասնել եւ խոչընդոտների են բախվում։ Մոտ 30 րոպե առաջ ժամանել են նաև բացի ոստիկաններից, հատուկ նշանակության գումարտակից, Կարմիր եւ Սև բերետավորներից ժամանեց նաև հատուկ ջոկատայինների խումբ։ Այստեղ են նաև դիմակայված ԱԱԾ աշխատակիցները, ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմ փոխոստիկանապետի գլխավորությամբ։ Թուրքեր! Ասում արատ նյուն բգա։ Բիբլիական որտեղ կանգնել է Նոյի տապանը, որը հիմա գերության մեջ է, գիտեք ի՞նչ, որովհետև այս տխարները եղել են ժամանակին այնտեղ, դրա համար է Արարատը գերության մեջ, այս էլ այդ ուզում գերության մեջ լինի, լավ ժողովուրդ Արարատը վկա, այն որ եկեղեցի ժամանակ էլ մեզ պարակտեցին, որ Արարատ խոչի, դա փաստ է, պատմական, բիբլիական լեղը նայում է ձեզ, ուղիղ Հաշտազադեի կողմից հայտարարություն եւ որից ինչի Արցախը գործող, որտեղ նա սպառակված է գործողությունները եւ այսպես համախմբված լինենք թողնողներ Արցախ։ Հայաստանը ուղիղ կառավարվում է Էրդողանի կողմից։ Գոնես լերի տամանչի։ Ոնց նա դու այսօր հետ սիրուն այրևում ձեզ անայում, ինքը ձեզ անայում։ Ապեր այդ կողմը Ձախ կողմից։ Այն գերեզմաններից ամանչեք 15 թվին եկել են, վանքի պատերի տակ մահացել են։
Դուք լսել եք դրա ասածը, ասում է Թուրան եք ուզում, Թուրան գնան, հասկանում եք, որ Թուրան է սարքում, Թուրան է հասկանում եք դուք դա, ուր են գնալու ձեր երեխաները, դաս չի էլի խնդրեմ, պատմությունա, դաս չի, Ուշան նրանց որը կուշ տնի, Արարատյան լեր, բիբլիական մեր լերը, խիանդեղ, իչի չենք կարում դու որ պահի բարձանակ, որտև այսեն սխալ են կարել, ու չենք գազ կարել։ չեն ջոգեր, Մի նայք, մեկըտ մյուսին մի նայք, ձեզանից մեկը կարակ հաջություն ունենա ու ասի չենք կատարում, թշնամու հրամանը, Նիկոլը Հարյաշին մեկը դուրս եկեք, ձեր ընկերների հետ բոլորը կմիանան, դուք էլ կփրկվեք, մենք էլ կփրկվենք։ Մի սրիկա երեսից, մի մարդու երեսից, սաղ դարել եք զող։ Իչեմ դի հայ հետ կռիվալիտ կապարա, բա։ Մենակ տեսեք ժողովուրդը ձեզ ինչեր ա։ Լուրջ եմ ասում, մենակ տեսեք ինչեր են գրում ձեր մասին։ Քեմով, փարաջայով մարդուն են գալի ձերբակալում տալու։ Տերորիստ եք։ 300,000 ադրբեջանցու։ 5,000-ից գլուխը ինքն է։ Ինքն է երաբլուրի պատասխանատուն։ Ռատոյսը երաբլուրի պատասխանատուն հրամանները տալու։ Մի քիչ դեպոչ անելու, որ մի քիչ ուշքի գանա, որ թե ստավոքսում առաջ գանեք, այս սրտով ու հոգով։ Տղամարդիկ քուչուր չեն ներում, ասիկը քչերի 18-ին, 44 օրային ուր էի։ Երբ որ նայում ես, չէ, ոչ թե զզվող։ Արցախը հայաթափելուց ուր էի։ Երբ որ նայում ես մի տաղ։ Ուր էիք Արցախը հայաթափել։ Ցանկացած հայ աղջկա, ցանկացած։ Շատերը ասում են, դե եթե սխալ է, Աստված թող նշան տա։ Միլավ հատված հիշեցի։ Քրիստոս ասեց, ես ձեզ այլևս նշան չեմ տալու։ Չեմ տալու ձեզ նշան։ Հին կտակարը բաղաչում է, որ դեմի նմատերի ստաղին կրակը լավա։ Հուկն ու ռուսը, հայաթափելին է Քրիստոս ասելա։ Ու դուք անտող երի, որ դրանց մեջ հիմա կրակը չի համոտ։ Դուք են իմատեն, հերոսացը, ով է կանչի, սավեն ուջներ է, որ հերոսան։ Քեզ է։ Որտի դիվ չակա։ Այ ովքեր պահում Նիկոլի մեջ կշողովուջը, դուք գնա հատականը տվեք չէ։ Եկ ու կողմեքի մերավ է, ոչ մեկը տնկված չեց։ Տանը ստուկ է ոչ մեկը մերավ չկա։ Աղալի սանձ է, երեխեքը դուրքերի հետ են ամուսադանում։ Հասկանում եք, դուրքը դալիասն է։ Ու դուք մեր եք դուսի մարապակրոլ եք ընդունել։ Աղոտ, մտնում եք դուք ձեզերովներ չեք սիքոլ են ձեր երեսի։ Թե ասում եք պարքևավճար եք բերել։ Աղոտ ձեզ։ Աղալի սանձ, նա պախնի վրա գնա բադուկ հայացքը ոնց եք նայելու իրան։ Սխալտերը վերիկանից։
Ինչ եք ճար։ Իրավունքը ցույց տվեք։ Ինչ է ֆիքսեցին։ Խաթը խփել է իրավական է։ Տեսքում կային, հա։ Աթողը կանցնես։ Ապօրինություն եք գործում, օրինակ, օրենքի հակոստը հակած ապօրինություն եք գործում։ Եղա, ջող։ Եղա։ Սպասեք ասենք, հարգելի լրագրողներ, խնդրում եք ոստիկանության շղթայի հետևը կանգնեք, հա, ձեր աշխատանքը ոստիկանության շղթայի հետևից արեք։ Հարգելի լրագրողներ, խնդրում եք բոլորը ոստիկանության շղթայի Մեր իրավունքն է այստեղ։ Հարգելի լրագրողներ, ոստիկանությունը ծառայած շղթայից հետ։ Լուսաբանեք ոստիկանության շղթայի ետամասը։ Արեք մոտեցեք տվեք։
արված է ուժային կառույցները փորձում են ամեն գնով ուժ կիրառելով Բեհանին տարածքից մշակում Միքայել Աչապահարը անդադար տեղի ունենում հաստատներ բազմաթիվ քաղաքացիներ են պաշտպանություն մայրաթորի այստեղ հավաքել ովքեր ամեն գնով փորձում են ցույց տալ որպեսզի Միքայել Աչապահյանին հեռացնեն ուժ է կատարվում տեսնում եք թե ինչ է կատարվում Это какие жалобы. Կազմված խմբով այցելել էին եւ ժամեր անցկացել այդ ժամանակահայ իրավապահները իմանալով նախագահի գտնվելու վայրը շտապեցին Էջմիածին այդպիսով և շնորհակալ նաև Ժողովուրդ եկել մի խնդրակ, չմոռաք, սեր, պասա, բանից միան։ Դրեք, հենց հարձակվեն սավիակներ եք Վերջում եք ազնես ասեց կորազին են նույն նրջատում այս առած գոհերի, ինչի չգնացեք ձերմակալ էին։
Այդ երեխեքի որ դրան մցրեց հողի տակ, քիչ դեպակ ալեցիք դրան։ Հովանիսյան մեղք ես։ Հովանիսյան դու մեղք ես։ Մեղք ես Հովանիսյան։ Ես եմ ես ով ասեցի հերացնի։ Ես խոք չիր գալուց ես ասի կանչի կաբինետ ասի։ Դուրս եկեք, ես եմ ես ով ամոթա։ Մասկետ չի բրգելու կես։ Մասկետ կես չի բրգելու, օրենք կես չոքրակ բրգաբարով։ Անեցքից մասկան չի պաշտպանում։ Օրենքից են կոս։ Հատ լսի։ Հիշար։ Անենք կես։ Օրենք բրգաբարով։ Զանգի որտեղ սաղի գանգելին կա, ասիս պրոբլեմ չունեք ասում, Եթե դուրս են գալեք ու դուրս գան, մենք իրար ճանապարհը ոչ մի բարի ճանապարհ ջրով մի բան, ոչ մի Մասեք ճանապարհը, գողովու։
Ժողովուրդ բացեք կողմնա։ Բացեք կողմնա։ Ժողովուրդ ճանապարհ տվեք ես։ Ժողովուրդ բացեք ճանապարհը։ Բացելու ենք մտնենք Շո ախպեր ապրեն իմանե Նյուզայեմի հարգել հետևորդներ շարունակում ենք ուղիղ միացման աշխատել Մայրաթորից, մասնավորապես Վեհարանի հատվածից, քիչ առաջ մեքենան, որով ըստ երևույթին պետք է բերման ենթարկեին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Ղազանին Աջապահյանին դուրս է գալիս եւ ինչպես հոգեվորականները նշեցին, այստեղ հավաքվածները դատարկ էր մեքենան, Սրբազանը մեքենայում չէ։ Սակայն իրավիճակը շարունակում է այստեղ լարված մնալ, քանի որ մասնավորապես երկու մուտքերի մոտ Վեհարանի մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, այդ թվում հատուկ ջոկատայիններ, դիմակայված ԱԱԾ աշխատակիցներ։ Հավաքվածները կոչ են անում, որպեսզի քաղաքացիները չհեռանան այստեղից, նշում են, որ կարող է սա հատուկ սցենար լինի, որով փորձեն ցույց տալ, թե այլևս որևէ գործողություն չեն անելու եւ մարդիկ, այսպես ասած, ցրվեն, որից հետո իրավապահները իրենց օպերացիան իրականացնեն, ուստի հավաքվածները, եկեղեցու հետևորդները կոչ են անում մարդկանց մնալ տեղում, ավելին քաղաքացիներին կոչ են անում գալ միանալ այստեղ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Շիզոֆրենիկ վարչապետ կոչվածի պատճառով Evcan iş kar.
Հարկային արժեքը գնահատողներս դեն, կատաստրոֆներ լցել։ Այսել բանը, գնահատողներ։